Փառքն դեհին։ Ինչպես տեսնում ենք, Ալիևը ուր գնում է, ինչ առիթով գնում է, որ երկիր որ գնում է, կապ չունի միջոցառումը ինչին է նվիրված, ինքը անընդհատ խոսում է Հայաստանի օկուպացիայից, էթնիկ զտումից, հանցագործություններից, բնության ավերումից, ռեսուրսների վատնում, բնական, մարդկանց կյանքեր խլել, տներ քանդել, ուր գնում է։ Ու հետաքրքիրն է, որ ինքը ուր գնում է, Նիկոլն այնտեղ է։ Ու այնպիսի տպավորություն է, որ ինքը ուր գնում է, Հայաստանի հանդեպ ինչ սուտ ու կեղծիք, որ բերանից բացում է, Նիկոլին հետը հատուկ տանում է, որն այլ վկայություն տա։ Իր լուր համակեցության, որ հարմարվել է, էլի, ասինքն Ալիևը մեր վրա ինչ ասես բարդի, ինքն էլ ընդունի։ Կարող է մի բան, էլի, որ ասի ինչի ես փապաղը թեք դրել, ասի ախրի փապաղ չունեմ, դրա համար կռիվ սարքի, օրինակ, ցույց տան, որ Ալիևին հակադարձեց։ Մնացած բոլոր հարցերով Ալիևը ուր գնում է, Նիկոլն այնտեղ է։ Ալիևն էլ Եվրոպա չի գնում, ժողովուրդ։ Տեսնում եք, չէ՞ Ալիևն ուր է գնում։ Ու Նիկոլը հետն է։ Ու իմ մոտ այս տպավորությունն է, որ Ալիևը եթե հարսանիք էլ գնա, նայած բաժակը տան ձեռն ասենար, բաժակը ճառասա, էլի Հայաստանից է խոսելու։ Հպարտանալու է իր որ ինքը հաղթեց, բերեց, ջարդեց։ Այն խլնքոտ Ալիևը, որին պատերազմի ժամանակ հրամանատարություն, ասենք, իր գեներալներին չվստահեցին։ Հասկանում եք, եթե Թուրքիայի այդ սպայական անձնակազմը, որոնք կազմակերպում էին, մարտերն ուղղորդում էին, եթե Սիրիայից այդ շանտվերքին չբերեին, եթե ռուսները կոորդինատները չտային, եթե ռուսները օդը չբացեին Ալիևի առաջ, Ալիևն ինչ կռիվ պետք է հաղթեր, այսօր քիթը տնկած, ուր գնում է, բան է անում, մարդկանց բարևում է, արդեն անգամ նախագահների, ղեկավարների մակարդակով Նիկոլին ծաղրում են։ Մենք սրա վերջը պետք է դնենք, չի կարելի, մեզ չի սազում ուղղակի, հասկանում եք։ Ու հիմա հարց է առաջանում, էլի, այս որ ակտիվացել են, դե Նիկոլն էլ է, իր թիմն էլ է արդեն ընտրությունների նախապատրաստվում, դե նախկիներն էլ են, նախկինների տարբեր շերտերը նախապատրաստվում են ընտրությունների։ Հիմա տեսանք Դուշանբեում ինչ տեղի ունեցավ, ինչ խոսեցին, ինչ ասեցին, Նիկոլն ինչ վիճակում էր հայտնվել։ Հասկանում եք, ցռան վերգոների դարաշրջան է եկել Հայաստանում, ցռան վերգոին դնում են պետության գլուխ, որ ցռան վերգոին կանչեն կզսնել, շատ կներեք, ինքն էլ կա մեզ փոխանցի դա։ Չէ, այնտեղ գնում է հարց են տալի, կակազում է, գալիս է այստեղ խորհրդարան, ասում է վզներդ կթրցնեմ, այս կանեմ, այն կանեմ։ Հասկանում եք։ Հիմա իմ մոտ հարց է առաջացել, ուղղում եմ բոլոր պուտինամերներին, Նիկոլից սկսած։ Նիկոլը հիմա ամենակարևորն է Պուտինի համար, ամենաթանկն է ինքը Պուտինի համար։ Թող որից է մեկը գլուխ չկովա։ Եթե Նիկոլը Պուտինի համար 1-ը չլիներ, այսօր ինքը վարչապետ չէր լինի։ 21 թվին Ռոբերտին ու Սերժիկին էլ հետը խորհրդարան չէին տանի, որ մեջքը ամուր պահի։ Այսօր Հայաստանում Պուտինի համար 1-ը Նիկոլն է։ Հետո երկրորդ, երրորդ չկա, ասեմ, այդ կարգի առաջ է։ Նոր այնտեղ 5-րդ տեղը կարող է լինի Ռոբերտը, 6-րդը Տաշիր Սամոն լինի, հա, 7-րդը Սերժիկը լինի։ Այդ կարգի առաջ է։ Բայց ես, ասենք, դե Նիկոլականները, ասենք, տեսնում են, որ գնացել է հապկ վզից բռնում թափ են տալի։ Կամ ասում են ապրանքաշրջանառությունը պետք է մեծացնես։ Իհարկե, ռուս-թուրքական առևտուրն է, մենք միջնորդ ենք այդտեղ։ Այդ որ ուզում են Թուրքիայի սահմանը բացեն օր առաջ։ Այդ ինչի են ուզում բացեն։ Որ ասենք անընդհատ Վրաստանով չգնա կամ չգիտեմ ես ոնց չգա մտնի Հայաստան նորից գնա, որ չթանկանա, մտնի միանգամից Հայաստան ու գնա։ Հասկանում եք, այդ որ ասում են երրորդ երկրների համար ենք բացում, Ռուսաստանի համար են բացում։ Երրորդ երկիրը ով կարա լինի։ Ում համար Հայաստանը սահման կբացի, եթե հələ ռուսական զորքը Հայաստանում է։
ու ոչ մեկի մենակ ռուսների։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում, չէ՞, ասենք այս տաշիր սամոները բան են, վիդեոներ են գցում, գնացին այս գյուղը են քաղաք, ասենք, չէ՞։ Իրենք են էլի, հասկանում եմ, ժողովրդային դիմադրություն բանը, ընդունելություն չկա։ Լավ, Նիկոլենք էլ կարող է վաղը, ասենք, այդպես փախած գնան մեր գուտեղ իրենց հետ մարդ տանեն, որովհետև ես չգիտեմ իրենց ով պետք է դիմավորի։ Սա այս հարցը ուղղում եմ Նիկոլին, Տաշիր Սամոյին, Ռոբերտին, Սերժիկին, Լևոնին։ Ինչքան ռուսահպատակ կա։ Դե Նիկոլ առավելություն ունի, որ ինքը մի քանի դաշտում է խաղում, նաև թուրքահպատակ է։ Որքան էլ Ալիևն իրան ծաղրում է, բայց եթե Ալիևը որ պայն ասի, ես քեզ էլ տեր չեմ, դժվար ինքը դենց հաջողակ լինի։ Իմիջիայլոց ասեմ, Ալիևի խնդրանքով է, որ Նիկոլը Հայաստանում դենց համար մեկ տղա է դառնում։ Խնդրանքով էլ չէ, նույնիսկ կարող է պահանջով լինի Էրդողանի եւ Ալիևի պահանջով, այսինքն եթե Պուտինի մտքում լինի էլ Նիկոլին փոխել, այն երկուսը կարող է թույլ չտան։ Այդ կարգի պատկերացրեք։ Հիմա հարցս էլ է այդ բոլոր պուտինականներին, որ պատերազմը սկսի Ալիևը, օրինակ, մեր հոպը աշխատելու է, շորտ, մեր հոպը դեռ ռուսների ձեռքին է, գիտեք, չէ՞։ Այն որ օդանավակայանից իբր ռուս սահմանապահներին տարան, հայերին նստեցրին, ողջևորվեցին, ռուսներին հանել են, բան են արել, մի քանիսներ գրառում արեցին, ասացին ռուսներին հանեցինք, մեկը չասեք շնորհակալություն, բայց մի հատ Արարատ լեռ ենք հանել, իբր Արարատին մի հատ դրանից ստից բան էր, Արարատ լեռը շտամի վրից հանեցինք, բան արեցինք, սարքեցինք բոլոլա, բայց որ ռուսներին այդտեղից հանեցինք, դա անհամեմատելի է, Արարատ լեռը, դա մեր անունն է, մեր ինքնությունն է, մեր եսն է, դա նույնն է, որ անունը փոխեն։ Դա ամենաստորացուցիչ բանն է, այդտեղ համեմատելու բան չկա, ռուսներին հանեց, ռուսներին հայել պետք է հանեի, բայց Արարատը պետք է մնա։ Ռուսի հանելն ու Արարատի գնալը այդ շտամբի վրից ոչ մի կապ չունեն, դրանք անգամ եզր չունեն բարոյական։ Հասկանում եք, չնայած այդ սահմանապահներին, որ ռուսներին հանել են, այնտեղի KGB-ի աշխատողները նորից ծառայում են ռուսին, կապ չունի, նույնիսկ նրանք կարող է ռուսից ավելի վատն են։ Այնպես որ Ռուսիա աշկն ու ականջ այնտեղ է։ Մեր ազգային անվտանգությունը KGB է դեռ, ինքը ինքնուրույն չի։ Հասկանում եք, այնտեղ հայ նստած լինի, թե ռուս նստած լինի, ինֆորմացիան գնում է Կրեմլ։ Այնպես որ չողջևորվեք, որ ռուսներին այդտեղից հանել են։ Լավ, շատ շեղվենք, ուղղակի սա ընթացիկ, որ հարցը բացվում է, զուգահեռ ներկայացնում եմ։ Հիմա հարց, Ալիևը պատերազմ է սկսել, լավ է զինվում է տղեն։ Օրինակ Պուտինը ասաց, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են։ Երեք ասաց, չէ՞։ Դա նշանակում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը չեն համընկնում։ Չնայած երբեք չեն համընկել, որովհետեւ ռուսները մեզ պետություն չեն համարում։ Մեր ու ռուսների միջև շահ չկա։ Մեր մոտ կա պատկանելիություն։ Մենք ենթակայենք ռուսներին։ Դա շահ չի, դա ստրգացում է։ Հիմա հարց. Եթե Ալիևը որոշի հարձակվի, Պուտինը մեզ պետք է պաշտպանի թե Ալիևին, եթե նրա շահերը համընկնում է։ Այդ հոպը, ասենք Ալիևը պետք է ասի Պուտին ջան, օդը բաց թող, ոնց որ 44 օրյա պատերազմի ժամանակ եղավ։ Գամ ավիրեմ, երբ որ օդից կքաշեմ կփագես օդը։ 44 օրյա պատերազմի ժամանակ տենց է եղել։ Այդ 100 օրյայի ժամանակ, երբ որ փորձեցին, այն ժամանակ հոպը մեր ձեռին էր։ Ռուսները կապ չունեին։ Այ որ ուզում էին օդուժը օգտագործել չէին կարողանում, որովհետև հոպը աշխատում էր։ Դրա համար Ադրբեջանը չկարողացավ որից էլ լուրջ հաջողության հասնել 100 օրյայի ժամանակ 16 թվի։ Հենց 100 օրյայից անմիջապես հետո ռուսները որոշեցին հոպը վերցնեն, որ հաջորդ պատերազմին բազմիցս ասել ենք Արապապյանի խոսքն եմ կրկնում։ Ինքը 44 օրյայից հետո 16 թվին Արապապյանը ասուլիս տվեց, ասեց հաջորդ պատերազմին։ Այդ մարդը գիտեր, որ էլի Ալիևը որ զինվում է, պետք է պատերազմի։ Հաջորդ պատերազմին ասեց, այդ հոպը տեսնենք մեր համար կաշխատի, թե չէ, ու չաշխատեց, ու այդ մարդը չէր սխալվում։ Հիմա ես նորից հարցնում եմ, այդ որ դες Տաշիր Սամոյեք խաղացնում Ռոբերտ Քոչարյան, չգիտեմ Նիկոլ, չգիտեմ Ֆլան, Ֆստան, Սերժիկ, դրանք այդ ում որ անուններ տվեցի, իրենք կարողանալու են Պուտինին համոզել, որ Ալիևի եկած ԱԹՍ-ների դեմը պետք է մեր հոպը պետք է աշխատացնես։ Իրենք այդքան ուժ կունենան Ալիևի չափ, որ ասենք Ալիևն ասի օդը բաց գալիս եմ խփելու, սրանք ասեն չէ, օդը փագի։ Արդյոք Պուտինը կփագի այդ օդը։ Ես ձեզ եմ հարցնում։ Դուք վստահ եք, որ
ասենք Ռոբերտը կամ Տաշիր Սամոն կամ Նիկոլը կամ Սերժիկը կամ Լևոնը Ալիևի քաշն ունեն Պուտինի մոտ, որ ասենք մենք ապահով կզգանք, էլի որ հենց որ հարձակվի Պուտինը կասի հոպը միացրեք օդը փակեք թող բանը զորքով ինչ կարողանա անի, չէ, հերնել անիծած։ Չի լինի այդպեսի բան։ Հասկանում եք, մարդը ներողություն խնդրեց Ալիևից։ Իր տեղը այնքան նեղ է, որ մեկն էլ իրեն պահի։ Ու դուք հիմա նորից բոլորիս սենց Տաշիր Սամոյի կամ չգիտեմ Քոչարյանի, Դաշնագի, Ֆլանի, Ֆստանի հետ ուզում եք նորից տանեք մտցրեք այդ սատկած Պուտինի հետանցքը, որ ինքը սատկի մենք էլ այնտեղ խեղդվենք։ Դուք հասկանում եք, ընդհանրապես, ասենք Քոչարյանին աջակցող բանիմաց մարդ, Տաշիր Սամոյին աջակցող, չգիտեմ Նիկոլի աջակիցը մարդ չի, դա թուրք է։ Ցեղասպանություն ուրացող, Արարատը Թուրքիա համարող, Արցախը Ադրբեջան համարող մարդուն աջակցողը թուրք է։ Ես ձեզ մարդ չեմ համարում։ Դուք թուրքեր եք։ Դուք անցակ։ Հիմի մենք այդ որ դու տենց ուզում եք Տաշիր Սամոն գա, դուք պատկերացրեք Տաշիր Սամոն կարողանա մեր, ասենք եկել է վարչապետ է դարձել։ Ալիև ուզում եք ամբողջ Սյունիքը վերցնի։ Պուտինին ասել է պետք է 10։ Պուտինն էլ չի կարող ասի չէ։ Տաշիր Սամոն ինչ է անելու։ Մի հատ իսկ բացատրեք կամ Ռոբերտ Քոչյանն ինչ է անելու։ Կամ Նիկոլն ինչ է անելու։ Ոչ մեկ ոչ բան չեն կարող անել։ Ով կարա Պուտինի դեմ խոսի։ Պուտինի դեմ կարող խոսեն այն տղերքը, ովքեր Պուտինին հայհոյում են։ Ասենք Սասնա ծռերը, ազգային ժողովրդարական բևերը, կամ մեր շրջանակում մեր աջակիցները։ Մենք պետք է դուրս գանք ռուս, թուրքական այս տանդեմից, ժողովուրդ։ Եթե հրսա հպատակ, թրկա հպատակ ինչ-որ մեկն եկավ մեր հետ, մեզ դարձավ գլուխ նորից մեզ տարավ ընդեղ, չեք տեսնում, որտեղ հավաքվում են թուրքերն ու ռուսները, Նիկոլը ընդեղ է։ Մենք մեր թշնամիների հետ գնացել ենք ինչ-որ տնտեսական, ռազմավարական, անվտանգային ինչ-որ բաների մեջ ենք մտել։ Ու ծաղրում են մեզ։ Քոչարյանն էլ լիներ, էլ ծաղրելու էին։ Այնպես չէ որ Քոչյանը լիներ այդ ժամանակ վարչապետ, ասեք Պուտինը Արցախը չպետք է ծախեր։ Հա ինքը չկարողացավ, այս Ուկրաինան լավ խփեց Պուտինին, ինքը չկարողացավ որ մի բան պահի։ Երևի սրանց էլ էր ասել, մի քիչ տանկ, այն պահենք, հետո լավ կլինի, մինչև հունիս սրանք պրիոմիտակ են մնացել, բայց ուշքի չեն գալ, էլի մնացել են պուտինական։ Արժանապատվություն չունեք։ Չմոռանաք հարցս, օրինակ, այդ որ ընկել եք Տաշիր Սամոյի կամ Սամոյի աղբորտուղի հետևից, կամ չգիտեմ Դաշնագի հետևից, Քոչարյանի հետևից։ Հələ մի հատ հարց տվեք, էլի շարքային քաղաքացի, որ գալիս են ձեր գյուղ կամ բան, չնայած զգում են որ մարդ չկա, իրենց մարդիկ են։ Մի հատ ասեք, որ պատերազմ լինի, Պուտինը ում է պաշտպանելու։ Մեր հոպը մեզ պաշտպանելու է, թե Պուտինն ասելու է չէ, չպետք է պաշտպանի։ Այդ հարցը տվեք։ Չմոռանաք։ Զգոներ եք։